Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում օրենաչափի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ եմ ես, փաստաբան Տիգրան Գրիգորյանս։ Այսօր խոսելու եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների ոչ պատշաճ սպասարկման արդյունքում սպառողներին հասցված վնասի մասին։ Հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների պատճառով վնասվում կամ շարքից դուրս է գալիս քաղաքացուն պատկանող այս կամ այն կենցաղային տեխնիկան։ Նման իրավիճակներում ինչ կարող է անել քաղաքացին, ինչ իրավունքներ ունի նա, ինչ պայմաններում և ում կարող է դիմել վնասի փոխհատուցման համար։ Նախ կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում։ Նույն օրենսգրքի համաձայն վնասներն են նաև գույքի կորուստը կամ վնասվածքը։ Համաձայն օրենքի էներգամատակարարող կազմակերպության մատուցված էներգիայի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներով և այլ պարտադիր կանոններով սահմանված կամ էլեկտրամատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին։ Նույնը վերաբերում է նաև ջրամատակարարմանը և գազամատակարարմանը։ Սպառողներն էլ իրենց հերթին պարտավոր են ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, նաև էներգամատակարարող կազմակերպություններն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին։ Սպառողի և էներգամատակարարի, գազի, ջրի մատակարարի միջև մատակարարումն իրականացվում է գրավոր պայմանագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը։ Օրինակելի պայմանագրերում առկա է կետ այն մասին, որ որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրական էներգիայի բաշխելու համար բաշխողը փոխհատուցում է սպառողի վնասը օրենքով սահմանված կարգով։ Պայմանագրի դրույթների համաձայն էներգետիկ ցանցերի, նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա։ Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցում է խախտողը օրենքով սահմանված կարգով։ Իսկ կարող է արդյոք մատակարարը կամ բաշխողն ինքը ընտրել, թե ում մատակարարել էլեկտրաէներգիա կամ գազ։ Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի համաձայն բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները։ Հետևաբար, բաշխող հանդիսացող ընկերությունը պարտավոր է պահանջվող պայմանների բավարարման դեպքում սպառողի մատակարարել էլեկտրական էներգիա կամ գազ։ Անցնենք առաջ։ Իսկ ինչ պետք է անել, եթե ստանդարտներին չհամապատասխանող էներգիա կամ գազի մատակարարման դեպքում վնաս է պատճառվում անձին, օրինակ վնասվում է կամ շարքից դուրս է գալիս կենցաղային տեխնիկան։ Նման դեպքերում անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել մատակարարին, այսինքն Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությանը կամ Գազպրոմ ընկերությանը։ Դիմումում պետք է նշվի կոնկրետ որ ժամին և ինչ պատճառով է տեղի ունեցել տեխնիկական վնասումը, օրինակ, որպես պատճառ կարող է նշվել հոսանքի տատանումները, անջատումը և այլն։ Պետք է նշվի նաև, թե ինչ տեխնիկա է, բնութագրվի այն, վնասի չափը, կարելի է մասնագետի գնահատման հիման վրա նշել և վնասը փոխհատուցելու պահանջ։ Պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ մատակարարն առաջարկում է իր միջոցներով իրականացնել վնասված տեխնիկայի վերանորոգումը։ Իսկ ինչ անել, եթե մատակարարը մերժում է փոխհատուցել վնասը կամ իրականացնել վնասված տեխնիկայի վերանորոգումը, պնդելով, որ վնասը իր մեղքով չէ։ Նման դեպքերում վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացին կարող է դիմել դատարան, սակայն դատարանում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ տեխնիկայի վնասը տեղի է ունեցել հենց տվյալ մատակարարի մեղքով, օրինակ գազի կամ էներգիայի անորակ մատակարարման դեպքում։ Անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև փորձագետի եզրակացություն վնասի չափի մասին, այսինքն ինչքան գումար կպահանջվի դրա վերանորոգման համար։
Փորձագետի եզրակացության համար կարող եք դիմել օրինակ Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն կամ Հայաստանի Հանրապետության փորձաքննությունների ազգային բյուրո կամ այլ փորձագիտական կազմակերպություն։ Կարող են լինել նաև խնդիրներ օրինակ հաշվիչ սարքերի ոչ պատշաճ աշխատանքի, տեխնիկական թերությունների հետ, որոնց հետևանքով էներգիայի ծախսի սխալ հաշվարկ կարող է լինել և սպառողին ներկայացվի սխալ հաշիվ, ամսական ծախսի վերաբերյալ։ Ինչ անել տվյալ պարագայում։ Նշեմ, որ սպառողի փաստացի ծախսած էլեկտրական էներգիայի քանակը, որը որոշվել է հաշվիչ սարքերով, թույլատրվում է վերահաշվարկել հետևյալ դեպքերում։ Երբ բաշխողի կողմից կատարվող պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ հայտնաբերվում է առևտրային հաշվիչի, դրա ուրվակի խախտումներ, որը կարող է հանգեցնել ծախսված էլեկտրական էներգիայի հաշվարկի խախտման։ Երբ առևտրային հաշվիչի պլանային փոխարինման և ստուգաչափման ժամանակ հայտնաբերվում են դրա աշխատանքի հրաժարումներ, երբ սպառողի դիմումի համաձայն կատարվող առևտրային հաշվիչի ստուգումների ժամանակ հայտնաբերվում են սպառողի էլեկտրամատակարարման առևտրային հաշվարկի սարքի տարրերի հրաժարումներ, որոնք կարող են հանգեցնել ծախսված էլեկտրական էներգիայի հաշվարկի խախտման, երբ բաշխողի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է սպառողի կողմից ապօրինի սպառում։ Արտապլանային ստուգումը կատարվում է սպառողի կամ բաշխողի պահանջի, հաշվարկի, սարքի, հրաժարումների, աշխատանքի նկատմամբ հիմնավոր կասկածի դեպքում։ Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմվում է ակտ, այդ թվում հաշվարկի տարրերի ստուգաչափման անհրաժեշտության կամ որևէ տարրի փոխարինման վերաբերյալ։ Հաշվարկի սարքի խախտման դեպքում բաշխողը կատարում է մատակարարված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ։ Վերահաշվարկի բանաձևը կարող եք գտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 517 գիծ N որոշման 17-րդ գլխում։ Ի դեպ, եթե սարքի ցուցմունքն ապօրինի փոխվում է կամ սարքի աշխատանքը միտումնավոր խաթարվում է, ապա նման դեպքում կարող է առաջանալ նաև քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածն ասում է, որ բնական գազի, նավթի, ջրի, խողովակաշարերի կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, կարող է պատժվել սկսած տարբեր չափերի տուգանքներից մինչև ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։ Եվ ևս մի կարևոր ինֆորմացիա՝ պլանային և վթարային անջատումների վերաբերյալ։ Էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել պլանային և վթարային ընդհատումների պատճառով։ Պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր պաշտոնական կայքում պարտավոր է հրապարակել տեղեկություն։ Պարտավոր է նաև էլեկտրամատակարարման ընդհատումից 2 օր առաջ հանրապետական սպառման առնվազն 1 հեռուստաընկերության միջոցով 2 անգամ առաջինը 18:00-ից 20:00, իսկ երկրորդը 20:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում սպառողներին տեղեկացնել պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին։ Էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկությունը բաշխողը պարտավոր է տրամադրել նաև շուրջօրյա հեռախոսակապի միջոցով։ Այդ կերպ սպառողի դիմելու դեպքում պլանային ընդհատումը պետք է իրականացվի աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում, առավելագույնը 6 ժամ տևողությամբ։ Վթարային ընդհատումների դեպքում գործում է հետևյալ կարգը։ Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում բաշխողը այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան 2 ժամում, եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման 2 և ավելի անկախ սնուցում ունեցող օդային մալուխային գծերով կամ էլեկտրակայանի, ենթակայանի 2 հոծանային համակարգերից կամ սեկցիաներից։ Քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում 4 ժամում, բացառությամբ սույն կետի առաջին ենթակետով նախատեսված դեպքի։ Գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում 8 ժամում, բացառությամբ սույն կետի առաջին ենթակետով նախատեսված դեպքի։ Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս 12 ժամում, բացառությամբ սույն կետի առաջին ենթակետով նախատեսված դեպքի։
Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային եւ վթարային ընդհատումների տարեկան գումարային տևողությունը չպետք է գերազանցի։ 10 ժամը, եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ եւ բարձր լարման 2 եւ ավելի անկախ սնուցում ունեցող օդային, մանուխային գծերով կամ էլեկտրակայանի, ենթակայանի 2 հոծանային համակարգերից կամ սեկցիաներից, 24 ժամը քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար, 72 ժամը գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար, 87.6 ժամը մնացած բոլոր սպառողների համար։ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային եւ վթարային ընդհատումների գումարային քանակը 1 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 10 քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար, 15 գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար, 15 մնացած բոլոր սպառողների համար։ Պլանային անջատման ժամկետի խախտման դեպքում բաշխողը սպառողին վճարում է տուժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 2500 դրամը։ Իսկ սպառողի վթարային էլեկտրամատակարարման ընդհատումների վերականգնման ժամկետներից յուրաքանչյուրի կրկնակի գերազանցելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 3500 դրամը։ Իսկ այն դեպքում, երբ մեկ օրացուցային տարվա ընթացքում է կրկնվել վերոնշյալ ընդհատումը, սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 10,000 դրամը։ Իսկ գիտեիք, որ 2000-2001 թվականներին հայտնի կալիֆոռնիական էներգետիկ ճգնաժամի ժամանակ էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման եւ մատակարարումների խափանումների արդյունքում մատակարար ընկերությունը մեղադրվեց շուկայի մանիպուլյացիայի եւ խաբեության համար։ Ընկերության տնօրենները բանտարկվեցին, իսկ ընկերությունը միլիարդավոր դոլարների տուժեր վճարեց։ 2000-ականների բրազիլական էներգետիկ սկանդալի արդյունքում պետական կառավարման Պետրոբաս ընկերությունը մեղադրվեց կոռուպցիայի եւ ֆինանսական չարաշահումների համար եւ որպես տուժ համաձայնվեց վճարել շուրջ 850 միլիոն դոլար։ Իսկ բոլորիս քաչ հայտնի հայաստանյան էներգետիկ ճգնաժամի արդյունքում բոլոր մեղավորները խստորեն պատժվեցին, վճարեցին խոշոր չափերի տուժ եւ տուգանքներ։ Դե չէ, սա արդեն դառը կատակ էր։ Բնականաբար ոչ ոք չպատժվեց։ Ճգնաժամի հետևանքները բոլորը զգացել ենք մեր մաշկի վրա, հատկապես մեր ծնողները, որ իրենց առողջության գնով կարողացան անել անհնարինը։ Հարգելի հետևորդներ, այսօրվա համար այսքանը, մաղթում ենք ձեզ անխափան էներգամատակարարում։ Չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը մեր թողարկումները բաց չթողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից նույն ժամին ABC Media-ի եթերում։